եւ որդու եւ որդու ամեն Վայ ձեզ գերծավորների օրենսգետների եւ փարիսեցիների որ երկնքի արքայությունը հակում եք մարդկանց առաջ դուք չեք մտնում եւ մտնողներին էլ թույլ չեք տալիս որ մտնեն Սիրելիներ մեծ պարքի նախավերջին Կիրակին է այսօր գիտեք հաջորդը ծաղկազարդն է եւ ապա հարության տոնը պիտի նշենք եւ ահա այսօր նախավերջին Կիրակին մեր եկեղեցու հայրերը անվանակոչել են որպես Գալստյան Կիրակի մեզ վերստին հիշեցնելով Տիրոջ Գալստյան մասին թե երկրավոր կյանք գալու մասին այն մասին որ մեր Տերը մարդացավ աշխարհ եկավ ամենքիս մեղքերի քավության համար եւ այն մասին որ երկրորդ գալուստ պիտի լինի որին պիտի հաջորդի ահեղ դատաստան եւ ահա սիրելիներ այսօրվա խորհուրդը որ ավետարանական ընթերցումի մեջ է ամփոփված որ մենք քաղում ենք Մատթեոսի ավետարանից մի փոքրիկ հատված 22-րդ գլխի ավարտից եւ ապա 23-րդ գլխի մեծամասնությունը մեզ բավական լուրջ, ծանր եւ վերարժևորելու, վերստին խորհելու առիթ է տալիս։ Հատվածը, որ ես ընտրել եմ իբրև բնաբան, հենց այնպես չեմ ընտրել։ Գիտեք, 23-րդ գլխի մեջ վայելի ցանկ կա։ Վայ ձեզ կեղծավորների եւ այդպես բավական ծանր եւ ես բոլորը չեմ ասում, այսօր ես մեկն եմ վերցրել։ Կարող եք բացել եւ կարդալ մնացածները, բայց սա վերցրել եմ մի պարզ պատճառով։ Որովհետեւ չնայած որ մնացածն էլ մեր իրականությունն են արտացոլում, բայց որովհետեւ այս համարը վերջին շրջանում ինձ հատկապես շատ է մտորելու, խորհելու առիթ տալիս։ Նայեցեք ինչ ասում է վայ ձեզ եւ այդ վայի մեջ իրականում որ հունարեն օվայ է հնչում, այդ վայի մեջ եւ դատապարտություն կա եւ խղճահարություն եւ տրտում թախից կա նույնիսկ այսինքն վայով եւ դատապարտման խոսքի ուղում եւ նաեւ ցավում է նրանց համար ովքեր որ այդ վայի հասցեատերերն եւ նայեցեք ինչ է ասում է վայ ձեզ կեղծավորների շատ անգամ է այս կեղծավորը կրկնում եւ այդ կեղծավոր բառն էլ հետաքրքրական ինքը հունարերի մեջ հիպոկրիտես բառն է որ ժամանակին օգտագործում էին դերասաններին բնորոշելու համար որովհետեւ դերասանն ով է դերասանը մեկն է որը խաղում է դեր որն իրենը չէ կամայական անգամ երբ մենք գնում ենք թատրոն դերասանական խաղ տեսնելով մենք չենք կարծում որ բեմի վրա արշակ երկրորդն է կամ լիր արքան այլ մենք գիտենք որ այսինչան է դերասանը որը խաղում է տվյալ դերը եւ մենք գնում ենք թատրոն ինքնական խաբվելու համար եւ որքան որ մեզ լավ խաբեն այնքան մեր հույզերն ավելի խորը կլինեն եւ այդքան ավելի տպավորված դուրս կգան կարող եք պատկերացնել թատրոն որտեղ որ խաղացողը այնքան վատ է խաղում որ դու գիտես նույնիսկ ով է խաղացողը եւ անդադար իր կերպարը քեզ խանգարում է չես կարողանում մտնել բովանդակության մեջ ուրեմն որքան մեզ լավ խաբեն այդքան ավելի տպավորված եւ հագեցած ենք դուրս գալիս եւ գոհունակ
ցավով, այդ ցավով ճակերտների մեջ քրիստոնեական կյանքում նույնը չէ, եւ քրիստոնյաների համար էլ նույնը չէ։ Մենք իրավունք չունենք այդ դերասանները լինելու։ Դրա համար է Քրիստոս ասում, բայց այս կեղծավորներից եւ մեր Էջմիածնի թարգմանության մեջ այդ կեղծավորների վրա մի հատ բութ կա դրած, որից հետո ասում է կեղծավորների, այսինքն օրենսգետների եւ փարիսեցիների, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջ, դուք չեք մտնում եւ մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ Ինչով է սա այսօր մեզ հետ կապվում։ Օրինակները շատ կարող են լինել եւ շատ տարբեր, բայց ինձ ամենից շատ հուզողը այն է, որ փարիսեցիների ու օրենսգետների նման մենք էլ այսօր իմիջիայլոց կարող ենք այդ օրենսգետներ եւ փարիսեցիներ բառերը փոխել քահանաներ եւ հավատացյալներ բառերով։ Ճիշտ իրատեղն է անում, բայց այս կեղծավորների, քահանաների եւ հավատացյալների, որովհետեւ ես անձամբ երբ որ կարդում եմ ավետարանական այս հատվածը անդադար ինձ եմ տեսնում եւ քահանայությանն եմ տեսնում որպես հասցեատեր այս վայերի, բայց ձեզ մեզանից անմասն չեմ թողնում։ Ուրեմն ուղղված լինելով մեզ, ինչպես ենք մենք երկնքի արքայությունը փակում մարդկանց առաջ։ Պարզ կերպով բոլոր հոգևոր հարցերի պատասխանները ունենալով, միշտ իմանալով ինչն է ճիշտ, ինչն է սխալ, միշտ պատասխանները տալով, թե դու այսպես պիտի վարվես, դու այսպես չպիտի վարվես, ով որ այս է անում չի կարելի եւ այն մյուսին սա կարելի է, եւ անդադար խորհուրդներ տալով, խորհուրդներ, որոնք որ իրականում մենք անձամբ նույնիսկ մինչև վերջ չենք ընկալել, բայց շռայլորեն տալիս ենք ուրիշներին, տալիս ենք ու վախեցնում, տալիս ենք ու սարսափ մտցնում մարդկանց մեջ, այնինչ քրիստոնեությունը իրականում սարսափի մասին չէ։ Սիրելիներ, ավետարանական այս հատվածը յուրաքանչյուր անգամ կարդալուց, զուգահեռ մենք նաև ընթերցում ունենք Պողոսացիներին ուղղված նամակից, որ այսօր ճաշու ընթերցումների մեջ կարդացին։ Եվ տեսեք, որքան հետաքրքիր զուգահեռ է գնում այնտեղ։ Առաքյալը Պողոսացիներին ասում է, եւ թող ձեզ ոչ ոք չխաբի, ում որ հաճելի է խոնար ձևանալով, էլի ձևանալը կա, այսինքն ցույց է տալիս, որ այդպիսին, բայց ինքը այդպիսին չէ։ Թող ոչ ոք ձեզ չխաբի, խոնար ձևանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, եւ այս հաջորդ միտքը ամենահզորն է, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, չտեսած բաներին միջամուխ լինելով, մեր մեջ մարդիկ կան, իզնից սկսած շատ անգամ, մեր մեջ մարդիկ կան, որ այնպիսի ճշգրտությամբ կարող են մեկին ուղարկել դրախտ, մյուսին ուղարկել դժոխ կոնկրետ հարկաբաժիններով, թե որ մեղքի համար ինչքան է տանջվելու, ինչ պատասխաններ է տալու, հստակ է, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով եւ հպարտանալով մարմնավոր մտածումներով։ Ուրեմն առաքյալը Պողոսացիների համայնքին ասում է, կողքից տարբեր տեղերից հնչած կարծիքներին բանի տեղ մի դրեք, ականջ մի կախեք, երբ որ ձեզ վախեցնում են, երբ որ ձեզ խաբում են խոնար ձևանալով, իբրև իրենք արդեն հասել են, չգիտեմ ուր, ձեզ էլ խորհուրդներ են տալիս եւ միջամուխ են լինում։ Միջամուխ լինել, այսինքն նույնիսկ մասնակցում են, կարող են որոշումներ կայացնել դեռ չտեսնված, չեղած, չիրականացած, սպասվող բաների։ Եվ այդ ամենը մարմնավոր մտածումներ։ Սիրելիներ, մեծ պահքի երբեմն ինձ թվում է, որ մենք սխալ ենք ընկալում, հատկապես այն դրվագներում, երբ որ նայում ես, որ պահքը պահող մարդը շատ ավելի ընկճված մեկն է դառնում,
ինքնամփոփ, կաղապարված, տխուր, տրտում, ինձ չմեղադրեք մեղքերը անտեսելու քարոզի մեջ։ Սրա մասին խոսք չկա։ Ապաշխարության շրջանը նաև մեղքերը տեսնելու և դրանց համար սգալու մասին։ Բայց նույնիսկ այդ ընթացքում մեկը, որ տեսնում է իր գործած մեղքերը և դրանց համար մտնում է ապաշխարության մեջ, զղջում է, խոստովանում է, ամբողջ հոգով ու սրտով ցանկանում է հեռանալ դրանցից, նույնիսկ այն ամենածանր զղջումի պահին մարդու ներսում լուսավորությունը չպիտի պակասի։ Իմ խնդիրը էստեղ է, որ մենք շատ անգամ ինքներս սխալ ընկալելով, մեզ խավարի մեջ մտցնելով, ինքնամփոփ, տխուր, տրտում, ցավ ու դարդ վերցրած մեր վրա տալիս ենք նաև ուրիշներին։ Մենք չենք տեսել այդ արքայությունը, չենք մտնում և ուրիշներին էլ ովքեր որ պիտի գան, չենք թողնում, որ իրենք մտնում։ Այս նույն վայերի շարքի մեջ շատ հզոր մի ուրիշ հատված էլ կա, գայթակղությունը աննկարագրելի մեծ է այդ բոլոր վայերին անդրադառնալու, բայց չեմ ուզում, որովհետև դրա ժամանակը չի։ Բայց մի ուրիշ տեղեր ասում եք, վայ ձեզ, որ ասում եք, գնում եք ծովերի, ցամաքների վրայով շրջում եք, որ մի հոգու դարձի բերեք, բայց ասում է հենց դարձի եք բերում, ձեզանից էլ ավելի գեհենի բաժին եք դարձում։ Ուրեմն մենք անդադար մտածում ենք, չէ՞ որ մարդկանց բերենք եկեղեցի, բերենք հավատքի, մարդկանց համոզենք, որ պահքը պահեն։ Շատ լավ։ Իմ խնդրանքը, աղաչանքը ձեզ ամենքի գալստյան այս լուսավոր Իրաքի առիթով հետևյալն է։ Ոչ ինքներդ փախեցեք, ոչ ինքներդ սև հագեք եւ ոչ էլ ուրիշներին վախեցեք։ Այս խորանը եւ այս խորանից ներքև այս եկեղեցին վախեցնելու համար չի։ Էլի եմ ասում, ամենածանր մեղքը անգամ ունեցող մարդը լույսից և հույսից զրկված չպիտի լինի, որովհետև քրիստոնեությունը և մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բերած քարոզչությունը խավարի մեջ մնալու և ձեռնուն այն տխրության պես կյանք ապրելու մասին չէ։ Զարմանալի է, երբ որ գալստյան մասին ենք մտածում, անշուշտ հասկանում եմ ինչու, բայց զարմանալի եմ ասում, հասկանում եք ինչու։ Մենք միանգամից մտածում ենք դատաստանի մասին, պատասխանատվության մասին, միանգամից մտածում ենք այն ահեղ վճիռների մասին, որոնք տրվելու են մեզ։ Ինչ որ չափով սրա մեջ ճշմարտություն կա, բայց ինչի չենք ուրախանում, որ մտածում ենք օրերից մի օր Քրիստոս գալու է աշխարհ։ Ով չի ուզենա հանդիպել Քրիստոսին։ Ուրեմն մեծ պահքի ընթացքը այդ պատրաստության համար է, ոչ թե վախենալու, որ մեզ կդատեն մի օր մեր մեղքերի համար եւ դժոխք գեհեն կընկնենք, այլ պատրաստվելու, որ Տիրոջը հանդիպելու առիթն ենք ունենալու։ Ոչ թե փակելու երկնքի արքայության դռները մարդկանց առաջ, այլ բացելու եւ ամենքին այդ նույն արքայությունը հրավիրելու մասին է։ Թե մեծ պահքը, եւ թե ողջ քրիստոնեական ուսուցումը առանց։ Ուրեմն այս մտածումներով, այս խորհուրդներով ձեզ հետ կիսվելով, ամենքի հրավիրում եմ աղոթքի, պատարագի շարունակության մեջ, աղոթելու երկու բանի համար։ Առաջին, որ Տերը մեզ լուսավորի, որպեսզի չտարվենք կեղծավորությամբ, մարդկանց չխաբենք խոնարհ ձևանալով, միջամուխ չլինենք դեռ չտեսնված բաներին, մարմնավոր մտածումներով չհպարտանանք, սա առաջին, որպեսզի մենք ինքներս այդ լույսը տեսնող լինենք եւ բոլոր նրանք, ովքեր որ կգան պահքի ճանապարհը անցնելու, այդ նույն լույսը եւ երկնքի արքայության հույսն ու վստահությունը իրենց փոխանցելու։ Այս երկու բանի համար եմ խնդրում ձեզ, որպեսզի աղոթող լինենք։ Մենք լուսավորվենք երկնքի արքայության առաջ կանգնելով եւ բոլոր նրանք, ովքեր կգան մեր հետևից, իրենց եւս այդ լույսը փոխանցող լինենք։ Տիրոջ խաղաղությունը
սերը և կենթանարար շնորհները ամենքի հետ լինեն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։
Negev